Վարկորտեն դատը, այս վերջին ամիսը, երկուս ամիսը հանգամանքների բերումով հեռուստացույց շատ է դիտում, որովհետև եզակի վաղուց որը հասանելի է այն խափանամիջոցի շրջանակներում, որը իրավաբանների նկատմամբ իմ համոզմամբ ոչ արտադրացիորեն եւ ահորին։ Եվ հետաքրքիր է, որ երբ նայում ես դե այս շրջանում աշխարհակաղակական իրավիճակի մասին, որ նայում կամ ԱՄՆ-ում ինչ է կատարվում, կամ Ռուսաստանում եւ մասնավորապես ԱՄՆ-ի շուրջ հետաքրքիր է, որ հանդիսանալով ժողովրդավարության բաստիոն, օրինակ երբ միգրացիոն ծառայությունը իր գործողությունների շրջանակներում սպանել է մեկ կնոջը, թե ուրեմն նահանգապետը եւ թե մի շարք քաղաքացիներ հերոստարիքներով բացահայտ Տրամպին F բառով սկսվող բառով ասում էին, որ ինքը դա այդ գործողությունը պիտի անի միգրացիոն ծառայության հետ։ Օրինակ, երբ Տրամպը Գրենլանդիայի հանդեպ հայտնում է իր ցանկությունների մասին, Եվրոպայի խորհրդի ուրեմն հենց պարլամենտում հերոստացույցով էին տանալին պատգամավորներից մեկը նույն F տառով սկսվող բառը, որը հասկանալով սեռական բնույթի հայհոյանքա, որը մենք երբևէ չենք տվել, այդ խոսքերով դիմում է Տրամպին։ Եթե մեր արարածախումի գնությունն է, այդ չեմ ասում, որ Տրամպը այդ կառավարության ժամանակ այդ բառով եւ այլ մի շարք բառերով, որը չկրկնեմ իմաստու չկարողացի կրկնելու, դիմում է օրինակ Բայդենին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության իրական բաստիոնում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում խոսքի ազատությունը պահվում է, իսկ ստեղ դրա ֆեյք տարբերակով փորձում է ներկայացնել, որ այս գործընթացը խոսքի ժողովրդավարության մասին է կամ հակասում է խոսքի ազատությանը։ Ես կարծում եմ, ես լսելով ևս մեկ անգամ, թե դա նորմալ է, դեռ չլսեցինք, սա բացեք քաղաքական հետապնդումը, որը դեպք չունի արտադրության կամ իրավունքի առասարակ ունի կարծիքը։ Հանձնարարին, որ առաջարկված մեղադրանքը չեք ընդունում։ Իհարկե չունի։ Դիտորոշում հայտնեք, որ միանշանակ իհարկե չունի։ Եղավ։